Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի եւ կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները, փոխանցում է Երևանի քաղաքապետարանը։ Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի հիմնանորոգման մնացած աշխատանքները, կիրականացվեն հենարանների վնասված հատվածների մաքրում, քայքայված ամրանների մշակում, կամարային հատվածի վերականգնում եւ այլ աշխատանքներ։ Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում 10-ին այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։ Ընդհանուր առմամբ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 23.3%-ով ավելի շատ ռուսաստանցի։ Հայաստանի զինված ուժերը դեռ ամբողջությամբ չեն անցել նոր համազգեստի։ Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ փորձնական խմբաքանակները տրամադրվել են տարբեր ստորաբաժանումների զինծառայողների, այդ թվում ժամկետայինների եւ բարձրագույն սպայակազմի։ Այժմ շարունակվում են զորային փորձարկումները, ուսումնասիրվում են համազգեստի կառուցվածքն ու տեխնիկական բնութագրերը։ Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում, հայտնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Օլիմպիադան անցկացվել է օգոստոսի 2-ից 8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այն կազմակերպվել է 3 փուլով՝ տնային, թիմային եւ անհատական։ Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկա եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող Քարյակը։ 120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը։ Եվս 3 աշակերտ էլ ընդգրկվել են պատվավոր հիշատակումների թվում։ Հայաստանում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափի 25.5 կիլոգրամ ափիոն եւ 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցները ապօրինի Հայաստան տեղափոխելուն։ Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խոզարկության ընթացքում, ինչպես նաեւ չհրկիզվող պահարանի զննությամբ իրավապահները հայտնաբերել եւ վերցրել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ։ Նախնական կշռմամբ թմրամիջոցի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 193 միլիոն 445 հազար դրամ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։